Ձեր պահանջը ներկայացնեք, ինչ պահանջով այսօր կրկին եկաք ազգային ժողով, ինչ պահանջ ունեք։ Մեր պահանջն է, որ իրանք մեր դիմումը, որ մենք տվել ենք, որ մեզի ազգային ժողովի դահլիճը գլխավոր ամբիոնով տրամադրեն, որ այդ լսումները կատարվի, տեղի ունենա, այսինքն վաղվա պահով։ Իմացել ենք Թագուհի Թովմասյանը փոխանցեց, որ 191 հոգի ցուցակ ենք ներկայացրել, 191 հոգուց, բարևաբար, 191 հոգու ցուցակի դեպքում իրանք տրամադրում են փոքր դահլիճը, 70 հոգանոց դահլիճը։ Դա է արդեն ոչ մի ձևով արդեն չի կարող։ Խաղացային չեք փոքր դահլիճ։ Բնականաբար ոչ, ոնց ենք տեղավորվելու հարց։ 70 հոգանոց դահլիճում։ Մենակ 100 հոգուց ավել մենակ ծնող է գալու։ Այսինքն ինչ ենք անելու, իրանք հələ առաջարկել են մի քիչ կրճատեք ցուցակը, դա ոնց կրճատես, որ ծնողին ասես դու մի արի։ Չի կարելի։ Համար ես այսօր եկել եմ, որ ձեր լրատվականների, տարբեր լրատվականների միջոցով ձայնս հասցնեմ իրանց, ես իրանց հորդորում եմ ուղղակի, հələ որ շատ կիրթ, կուլտուրական, ասում եմ, հորդորում եմ իրանց որոշումը փոխեն։ Այսինքն վաղը ժամը 11-ին, որ ծնողները գան, որ 12-ին այդ լսումները պետք է սկսի, իրանք արդեն փոխած լինեն իրանց որոշումը, հույսով եմ իրանք այնքան խոհեմ կգտնվեն, որ այդ որոշումը չէ, մենք արդեն կանենք այն ինչ որ կանենք։ Չեք պլանավորել անել ճանապարհ փակեք։ Էդի արդեն արեք ցույց տվեք չասեմ էլի, հա, ինչ ենք տրամադրվել անենք։ Ինչ որ կանենք վաղը կերևա։ Ինչ որ կանենք, ինչ որ կորոշենք, այդ ինձ չի որ ասենք հիմա այս պահին մերս 5-ից որոշումն է։ Ես միշտ ասել եմ դրա մասին, երևի դուք էլ եք լսել, որ միանձնյա մեր ծնողների մեջ որոշում չի կայացվում։ Եթե ինչ-որ մի առաջարկ լինում է, ընդհանուր խորհրդակցում ենք, որոշում ենք, որ դրա լավ ու վատ կա, դրան վնաս ու օգուտ կա, այսինքն ես օրինակի համար օրինակ եմ վերում, եթե ասեմ արեք փողոցը փակենք ու հանգարց էդի վնաս տա ընդհանուր գործին մարդիկ դա հիմնավորեն, բնականաբար փողոց չենք փակի։ Իսկ եթե որոշենք, որ այդ դրանով մենք մեր հարցի լուծումը կստանանք, անկասկած կփակենք, եթե նման բաներ լինի, ես հիմիկվանից եմ խնդրում մեր ազգաբնակչության ներողամտությունը, հուսով եմ իրանք ըմբռնումով կմոտենան այդ ամեն ինչին, քանի որ այս անգամ եթե մեր այս փոքրիկ պահանջ է սա, էլի, սա եսի մեծ բան չենք ուզում, այսինքն ընդամենը երկրի գլխավոր հարցերից կարևորագույն հարցերից մեկի լուծման համար մենք պահանջում ենք, որ երկրի այս ազգային ժողովն է, չէ՞, ազգի ժողով, այս ազգային ժողովում հենց առաջի ամբիոնից երկրի այդ հարցերը բարձրաձայնվի, լրագրողները դա լուսաբանեն, որ մարդկանց համար էլ պարզ ու հստակ լինի, դրա համար ուստի խնդրում եմ ազգաբնակչության ներողամտությունը վաղվա հələ հաստատ չի, բայց եթե հանգարցակի վաղը մի քիչ իրանց անհանգստություն լինի, անհարմարություն, թող ներողամիտ լինեն ու ավելորդ բաներ չի։ Կարծում եք, որ այսօր ձեզ չեն ընդառաջելու եւ վաղը առաջարկելու։ Ես ասեցի ցավտայում, ես կարծում եմ, որ իմ անձնական կարծիքը այս բայդրությամբ, որ իրանք խոհեմ կգտնվեն եւ կորոշեն մեծ դահլիճը տրամադրել։ Էդի հետակա բարդություններից խուսափելու համար։ Ղուկասյան, նաև օրերս Օնիկ Գասպարյանն է անդրադարձել 44-օրյա պատերազմին, նա առաջարկել է փակ նիստում բաց խոսել մեղավորների եւ պատասխանատուների մասին։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում ձեզ համար ուղղների այս անձնական կարծիքը, ես այդ փակ լսումներին ընդհանրապես ամեն ինչի այդ փակ տարբերակին դեմ եմ։ Այս փակ եղել է, այսքան վաղ դրա համար էսենց ենք ասել, որ մարդիկ չգիտեն ինչ ա եղել։ Եթե Օնիկ Գասպարյանը իր ասացներով համաձայն, որ կպայթեցնի սա ամեն ինչը, ես կարծում եմ շատ ավելի ճիշտ կլինի, որ դա արվի հրապարակային ձևով, որ մարդկանց համար այն մութ ու սուր անկյուններ չմնա, բոլորը հարթվի, պարզվի ու մարդիկ իմանան ով էր։ Ոնց որ անցած անգամ ասեցի, որ վերջապես մեր ժողովուրդը իմանա, հասկանա այս երկրի, այս ժողովրդի լավը ուզող ով է, լավը կամեցողն ով է ու լավը անիծողն ով է։ Դա մարդիկ վերջապես հասկանան։